Ողջույն 24 TV-ին շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօրին հյուրն է Հայաստանի Հանրապետական Կուսակցության գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանը։ Բարև ձեզ, պարոն Մինասյան, շնորհակալ եմ մեզ հրավիրելու Շաբաթ օրը քննչական կոմիտե 7 եպիսկոպոսներ էին հրավիրված, նրանք չէին կատարել ըստ մեղադրանքի դատական ակտը եւ փաստորեն նրանց համար խափանման միջոց ընտրվեց բացակայելու արգելքը։ Ինչպես կբնութագրեք այս որոշումը, քննչական կոմիտեն փաստացի իրավապահ համակարգը միջամտում է եկեղեցու ներքին գործերին, իսկ ակտը, որը պետք է որ կատարեն եւ չեն կատարել ըստ դատարանի որոշման, դա այն է, որ Մասյացոտուն թեմի առաջնորդին պետք է վերականգներ կաթողիկոսը իր պաշտոնին։ Տեսեք, Հերմինե, այն ինչ որ տեղի ունենում մեր երկրում, դա ուղղակի սահմանության կոպիտ խախտում է։ Մեր սահմանության, ինչպես նաև երևի թե բոլոր ժողովրդավար երկրների սահմանությամբ հստակ արձանագրված է, որ եկեղեցին անջատված է պետությունից, դա նույնիսկ գալիս է դեռ մեծ ֆրանսիական հեղափոխությունից, եւ դա այն հիմնասյուներից մեկն է, որոնց վրա ձևավորում են ժողովրդավարական երկրները։ Այն արշավը, այն սանձարձակ արշավը, որ գործադիր իշխանությունը իր ղեկավարի գլխավորությամբ այսօր իրականացնում է մեր Հայաստանի Հանրապետական Սուրբ Եկեղեցու նկատմամբ միայն մի նմանություն եմ ես կարողանում գտնել 30-ական բոլշևիզմի տարիները, երբ ամենասանձարձակ ու վերջին ձևերով փորձում էին արմատախիլ անել Հայաստանում եկեղեցին նույն բանը հիմա է կատարվում եւ ես կարծում եմ, որ գնահատականները պետք է հենց այդպեսին լինեն, որովհետեւ ըստ էության այն ինչ որ հիմա արվում է դա բոլշևիզմի դրսևորում է ու դա եկեղեցու նկատմամբ հենց այն է ինչ որ ինքը անում է իսկապես ոչ քաղաքական դաշտի նկատմամբ եւ դա բնական է գիտեք որովհետեւ գունավոր հեղափոխության կարևորագույն սկզբունքներից մեկը այն է որ իրանք երբ որ գալիս են իշխանության ստով կեղծիքով խափեությամբ իրանք առաջին խնդիրը որ պետք է լուծեն դա բոլոր էլիտաների գլխատումն է բոլոր էլիտաները եւ ինչ որ մենք տեսնում ենք անցած 7 տարիների ընթացքում դա հենց իրականացրել են այս վայ իշխանությունները իդեպ սկսեցին նաև եթե դուք հիշեք մի հիմար շարժումով նոր Հայաստան նոր հայրապետ եւ երբ անհաջողության հասան դա դեռ չի նշանակում որ իրանք հրաժարվել են այդ մտքից եւ հիմա վերսկսել են այդ աշտանքը եւ բնական է ինչու որտեղ իրանք հասկանում են որ իրենց վերջը շատ մոտ է եւ որպեսզի այդ վերջը հեռացնեն իրենցից մի խնդիր են ուզում լուծեն բոլոր էլիտաներին վարկաբեկեն իսկ հիմա փաստորեն մեր Հայաստանի Հանրապետական Սուրբ Եկեղեցին մեր հոգևոր էլիտան մնացել է վերջինը եւ ինչ որ իրանք անում են այդ սանձարձակ անբարոյական քայլերը մեր եկեղեցու նկատմամբ դա դրսևորումն է ուզում նաեւ անդրադառնամ ձեր ասած կոնկրետ փաստին Պաստորը բացակայելու արգելք դրվեց նրանց վրա, սա նշանակում է նրանք չեն կարող գնալ նաև եպիսկոպոսաժողովին, որ Ավստրիայում պետք է լինի փետրվարի կեսերին։ Բայց իրենք այդ արգելքը դրել են մի մարմնի նկատմամբ, որը խորհրդակցական է, խորհրդակցություն է, խորհրդատվություն է ներկայացնում, ինքը որոշում չի կայացնում։ Բարձրագույն հոգևոր խորհուրդը որոշում կայացնող մարմին չի, եւ այդտեղի անդամները խորհուրդ են տվել, որովհետեւ մեկը չի կարող մեկնաբանի օրենքը այնպես, ինչպես մեկնաբանում է դատախազությունը։ Եվ դա եւս մեկ անգամ խոսում է այն մասին, որ նպատակային խնդիր է դրված, օրենքը թույլ է տալիս, օրենքը թույլ չի տալիս, հիշում եք, չի մի հատ տենց կայսրել կար, ասում էր, առաջնորդը ասեմ բակլա խաշած կարող եմ ցանել։ Էս է։ Որևէ օրինական բացատրություն այն ամեն ինչին, որ այսօր տեղի ունի մեր երկրում, այսօր չէ, այս վերջի 7 տարիների ընթացքում չկա։ Կա մի մարդու իշխանություն, միահեծան, եւ ամբողջ համակարգը, դատական, իրավապահ համակարգը ենթարկվում է իրան։ Իսկ ժողովուրդը այդ դրա զոհն է դարձել։ Կա մի մարդ, որը սրկացրել է դատական իրավապահ համակարգի եւ դրանով ճնշում է ժողովրդին։ Սա է իրականությունը։ Հիմա փաստացի արգելվում է նրանց Հայաստանից դուրս գալը։ Հիմա ինչ խնդիր էր տեսնում Փաշինյանը, ինչ վտանգեր իրենից ներկայացնում անասնական վախ, որտեղ ինքը զգում է, որ մոտենում է իր վերջը։ Մոտենում է իր իշխանության վերջը եւ դա մի պարզ բան է նշանակում, որ ինքը պետք է պատասխան տա իր արած բոլոր չարագործությունների համար։ Ուրիշ կերպ ինչ է կարող։ Չէ, ես նկատի ունեմ եպիսկոպոսատ ժողովը, որ պետք է փետրվարին տեղի ունենար։ Ինչու է այդքան անհանգստացնում իշխանությանը։ Որովհետեւ այդ եպիսկոպոսատ ժողովը կընդուներ որոշումներ, որը արդեն ամբողջ աշխարհի համար ակնհայտ կդարձներ, որ այստեղ բռնապետությունը հասել է այն մակարդակին, որ նաեւ պատերազմի հայտարարել հոգևոր դասի նկատմամբ, եկեղեցու նկատմամբ։
Իդեպ վաղ թե միսօրը նաև Վաշինգտոնում է կրոնական ազատությունների մասին մեծ վեաժողով լինելու եւ այնտեղ եւս բարձրացվելու են հարցեր այլանդակությունները, որ այսօր Հայաստանում գործադիր իշխանության կողմից իրականացվում է գործադիր եւ նաեւ դատական։ Բայց դա արդյոք կաշկանդում է Փաշինյանին։ Ես կարծում եմ, որ ոչ, չի կաշկանդում, բայց ինքը հասկանում է, որ իր մեղքերը ավելանում են եւ պատիժը այդ մեղքերի համար շատ ավելի դաժան է լինելու։ Հիմա ըստ էության ինչ պետք է լինի, կարծում եք, ուր է հասնելու, դուք ասում եք սանձարձակ պայքար է սկսել, միջև վերջ կարող է տանել այդ պայքարը։ Ես կարծում եմ անխուսափելի, գիտեք, Ինչ է սպասվում։ հանցագործների մոտ ասում են կա մի իրավիճակ, երբ իրենց հանցագործությունները կատարելուց հետո հասնում են մի իրավիճակի, որ իրենց թվում է թե ցանկացած նոր հանցագործություն իրենց մեղքը չի բարդացնելու։ Եվ նրանց մի բան կարելի է մի ձևով կարելի է կանգնեցնել, ձեռը բռնելով։ Հակառակ պարագայում ինքը չի կանգնելու, ինքը գնալու է մինչև վերջ։ Նպատակ ունենալով երկարաձգելով իր իշխանությունը, այդ աթոռին կարճած մնալով։ Այսինքն կալանավորումներ կլինեն հոգևորականների նկատմամբ։ Եթե ինքը նպատակ ունի, որ կասեցնի այդ վեաժողովի իրականացումը, այդ կալանավորումը կարծում դրա համար անհրաժեշտ չի։ Ելքի արգելքը լրիվ բավարար է։ Բայց ամեն դեպքում Փաշինյանք մեղադրում է, որ ակտը չեն կատարել, դատական ակտը։ Այո, դա կարող է պատահի տևի շատ երկար ժամանակ, քանի դեռ ինքը կլինի այդ աթոռին, վարչապետի աթոռին, բայց խնդիրը, եթե ինքը դրել է, որպեսզի կասեցնի կեցավական այդ ժողովի իրականացումը, երկի արգելքը դրա համար բավական է։ Սակայն ասեմ, որ քննարկում է նաև մի հարց, որ ինչպես շատ բաներ այդ վեաժողովը կարող է նաև ոմանց համար հեռավար լինել, այսինքն այստեղ իրենց Երևանից կարող են մասնակցել այդ եկեղեցաժողովին։ Դա ևս հնարավոր է։ Իսկ ինչ կասեք փետրվարի 1-ից ընդունված որոշման մասին, Սուրեն Պապիկյանը երբ որոշեց, որ պետք է հնդերեցիները չլինեն զինվորական ծառայության մեջ եւ զինվորական նաեւ կարգավիճակ պետք է ունենան բոլոր նրանք, ովքեր որ հնդերեց են լինելու։ Դա եւս խոսում է այն մասին, որ մեր իրականությունը ծուր հայրենի թագավորությունն է։ Մեզ թվում է թե այստեղ ամեն ինչ Հայաստանի իշխանությունները պետք է որոշեն, բայց վաղուց այդպես չի։ Արդեն 8 տարի է իրանք կամակատար են թուրք-ադրբեջանական տանդեմին։ Ինչ որ իրանք ասում են, այնտեղից նրանք օրենքի տեսք են տալիս կամ կառավարության որոշման տեսք են տալիս։ Եվ ինչ վերաբերում է այդ ասպատակությունը մեր գնդերեցիների նկատմամբ, մեր պաշտպանության ոլորտում, դա հենց դա էլ նշանակում է։ Եվ որևէ մեկի մտքով առաջ չէր անցնում, էլի որ որևէ մի արտաքին երկիր կարող է մեր նկատմամբ այդպիսի մեծ լիազորություններ ունենալ։ Այն ինչ որ հիմա արվում է, դա ուղղակի թելադրանք է այդ թուրք-ադրբեջանական տանդեմի, որպեսզի մեր բանակի մեջ կկոտրվի, որովհետև հավատավոր զինվորը դա ուրիշ ուժ է եւ դա մենք չենք հայտնագործել, աշխարհը գիտի թե ինչ ուժ է հավատավոր զինվորը։ Այ ուզում է այդ հավատքը մեջից անի, դարձնի սովորական, չգիտեմ, ինչ ասեմ, մանկուրտ։ Էս է։ Դե զինվորական կարգավիճակ ասում պետք է ունենան։ Դե հավատքը եւ զինվորական կարգավիճակը դրանք նույն հարթության մեջ տեղադրելը ճիշտ չի։ Զինվորական կարգավիճակը ոնց, այսինքն եկեղեցու սպասավորը նաև զինվորական լինի, ինքը իր աստծուն է ծառայում, որ չի կարող այդպես լինի, ոնց կլինի այդպես։ Ավագ գնդերեց մայոր եւ գնդերեց կապիտան։ Դե լավ է, ախր սարսափելի բաներ մի ասեք, հա։ Չգիտեմ։ Սրա ձեռքը պետք է բռնել։ Ինքը, չգիտեմ, կործանում է ամեն ինչպես։ Ով պետք է բռնի նրա ձեռքը։ Ժողովուրդը, էտա, ժողովուրդը, օրինակ մենք ընտրություններով։ Դե մենք ունենք մի գործընթաց, իմպիչմենտի գործընթացը դեռ ամեն ինչ արժևում է, ես կարծում եմ կլինի հնարավորություններ, միգուցե մենք հասնենք ընտրության առանց այս ազգակործան պատուհասի, որտեղ իմպիչմենտի գործընթացը դեռ իր վերջնական խոսքը չի ասել, եթե ոչ, ապա ընտրությունները ուրիշ ինչ չկեր։ Արդյոք ընտրություններով ժողովուրդը Փաշինյանի ձեռքը կբռնի, այսինքն այն առումով, որ նրան կհեռացնի։ Գիտեք, այսօր այդ հարցին շատ ավելի հեշտ է այո պատասխանել, քան ընդամենը 1 տարի առաջ։ Եվ տեսեք ինչու։ Եթե մենք փորձենք մեր էլեկտորալ դաշտը պատկերացնենք, ապա 3 մեծ խումբ կան կարելի է առանձնացնել, այդ խմբերը ձևավորվել են վերջի 7-8 տարիների ընթացքում, կամ մի խումբ, որը կույր հավատով է, կամ հավատով, կամ շահադիտական նպատակներով հակված է դեպի այսօրվա իշխանությունը,
Եվ որ ասում եմ իշխանությունը գիտեք այդտեղ այնքան էլ հստակ չի ձևակերպվում մի անց այդ Փաշինյանը այո դուք ազգանունը ասեցիք այդ մարդու ուղղությամբ եւ դրանք ըստ բավականին տևական ժամանակվա հարցումներին գահավիժել են 70-75%-ից ու տատանվում են 15%-ի շրջանակներում կա նաեւ մի ուրիշ զանգված ընտրազանգված որը Եվս այս 7 տարիների ընթացքում ձևավորվել է տևական, դաժան, հետևողական պայքարի արդյունքում այս իշխանության նկատմամբ եւ ունենք մի հատ բավականին մեծ զանգված 50-60% մեր բնակչության ընտրելու իրավունք ունեցող նույնիսկ այդքան շատ Այո, իհարկե որոնք ինչ-ինչ պատճառներով ոչ հավանում են այսօրվա իշխանությանը, բայց նաեւ ընդդիմադիր դաշտին չեն հավանում եւ նրանք այդ հարցումների ժամանակ չեզոք են, որևէ մեկին իրենց հավանություն չեն տալիս։ Այս 3 մեծ ֆրագմենտը կա մեր ընտրազանգվածում եւ ես կարծում եմ ընտրական գործընթացները, նախընտրական եւ բուն ընտրական գործընթացները պետք է գնան այն առումով, թե քաղաքական որ ուժը, որը ընտրազանգվածն է իր հիմնական բազան համարելու։ Գիտեք, այն ինչ որ ասեցի, դրանից ուղղակիորեն բխում է, որ իշխանական եւ մերձ իշխանական ուժեր են առաջի զանգվածի վրա պետք է փորձեն հավաքեն իրենց ընտրողներին արմատական ընդդիմությունը թերևս էս երկրորդ որ այս երկար տարիների ընթացքում փորձել է տարբեր ճանապարհներով հեռացնել այս իշխանությանը չեմ կարծում որ մեծ շանսեր կան որ առաջի եւ երկրորդ դիրքերում դիրքավորված քաղաքական ուժերը մեկից մյուսից ձայն փորձեն իրենց մոտ ներքաշել կամ ասենք թե որ չի հաջողվել այս տարիների ընթացքում այն չեզոքներին կլինեն իհարկե, բայց ոչ այդքան էական։ Եվ այն երրորդ ընտրազանգվածը, որը կարծում եմ բավականին էական դեր կարող է կատարել այս առաջիկա ընտրություններում, ես կարծում եմ այդտեղ շատ մեծ հնարավորություններ ունի աշխատելու մեր ձևով շարժումը եւ այն կուսակցությունը, որ իրանք առաջիկայում կստեղծեն Սրանք են այն 3 հիմնական ընտրազանգվածները եւ ես նկարեցի նաեւ այն քաղաքական ուժերին, որոնք հիմնականում պիտի կարողանան այդ ընտրազանգվածները դարձնել իրենց համար քվե։ Եվ այս պարագայում նորուժ տեսնում եք մեր ձևովի, որպես նորուժ, որ այդ երրորդ ոչ միայն որպես նորուժ, այլ այն քաղաքական միավորը, որը կարող է աշխատել այդ ընտրազանգվածի հետ, որոնք առաջի եւ երկրորդ խմբերին կամ այստեղի գործող քաղաքական ուժերին չեն տա իրենց քվեն։ Եվ այն քարոշությունը կամ այն աշտանքը, որ կատարվում է մեր ձևովի կողմից, իսկապես համապատասխանում է այդ ընտրազանգվածի պատկերացումներին, որը ամեն ինչ պատկերացնում է տնտեսական ու սոցիալական ճանապարհով։ Իսկ հասարակությանը դա իսկապես այդքան հետաքրքրում է։ Այո, մենք ունենք իսկապես մեծ հասարակության մեծ հատված, որը բոլոր խնդիրների լուծումը պատկերացնում է տնտեսական եւ սոցիալական ճանապարհով, որը եւս աշխարհի բոլոր երկրներում շատ ընդունված ընտրազանգված է։ Եվ ես կարծում եմ, որ հենց այդ ընտրազանգվածի հետ աշխատանքը մեր ձևովին կբերի այն հաջողության, որը կփոխի պատկերը, օրինակ նույնիսկ եմ կրկնում 1 տարի առաջ մենք ուրիշ պատկեր ունենք։ Այսօր արդեն այդ ընտրազանգվածը ես կարծում եմ ունի իր խոսափողը եւ կարծում եմ դա կլինի էական փոփոխություն։ Իսկ ինչ է առաջարկում ընդդիմությունը ընդհանուր առմամբ իշխանությանը խոսեցինք տնտեսական լուծումներից, որը մեր ձևովն է ներկայացնում, բայց առհասարակ ժողովրդին ինչ է ներկայացում, անվտանգային կարևորագույն հարցերի պատասխաններ արդյոք իհարկե ընդդիմությունը, որը ձևավորվել է վերջի 7 տարիների ընթացքում, եւս ինքը իր տնտեսական մոտեցումները ներկայացնում է, բայց այնտեղ հիմնականը դա անվտանգային է, քաղաքական, արտաքին քաղաքական։ Բայց արդյոք տրվում է այդ պատասխանները անվտանգային։ Ես կարծում եմ այո, ընդդիմադիր քաղաքական ուժերը, որոնք այս 7 տարիների ընթացքում դիրքավորվել են այդ դաշտում, իրանք շատ հստակ անվտանգային խնդիրների լուծումներ են տալիս։ Շատ հստակ ցույց են տալիս, թե անվտանգային խնդիրների ինչպիսի կործանարար քայլեր են կատարել այս 7 տարիների, ընդ որում հետևողական կործանարար քայլեր, ոչ թե պատահական սխալներով, այլ տարել են մեր պետությունը, մեր նաև Արցախի պետությունը կործանման եւ այս աշտանքը իսկապես կարծում տվել է իր արդյունքը եւ հասարակության մի մեծ զանգված, որը 7 տարի առաջ աշխարհի փակ գնում էր այս
ազգակործան պատուհասի հետևից, հիմա հետ է կանգնել դրանից։ Դրանց մի մեծ մասը գնացել է այն չեզոք գոտին, ես ասեցի, բայց մի զգալի մասը եկել է այստեղ, այս ընդդիմադիր քաղաքական ուժերի դաշտը։ Բայց հիմա խոսում է եւ մտահոգություն կա, որ իսկապես չի ներկայացնում, թե ինչ լուծումներ է ընդդիմությունը պատկերացնում արտաքին քաղաքականության հետ կապված, անվտանգային առումով։ Այդպես չի, իհարկե։ Եվ բազմաթիվ, եթե ուզում եք, այդ մասին մենք կարող ենք հիմա խոսել։ Ինչ լուծումներ է առաջարկում ընդդիմությունը։ Դե առաջինը, որ պետք է կատարվի, այս անկողը պետք է կասեցվի, պետք է նորմալ, բնական հարաբերություններ հաստատել մեր ռազմավարական գործընկերների հետ։ Այստեղ ունենք մենք բավականին մեծ հնարավորություններ այն քաղաքական ուժերի հետ, որոնք այն քաղաքական միավորների հետ, որոնք այսօր հավաքական դաշտ են ձևավորել եւ դեմ են կանգնում այն գլոբալիստական արդեն իրի դարը ապրած ուժերին, որոնք այսօր որևէ խոսք չունեն ասելու։ Նրանք թերևս մի 6-7 տարի առաջ, գիտեք, այսօրվա օրինակ Հայաստանի գործող իշխանությունները չափազանց համաունչ են իրենց պատկերացումներով արդեն քաղաքական թատերաբեմից հեռացող այդ նեոգլոբալիստների կամ այն ուժերին, որոնք փաստորեն Եվրոպայում դեռ գերիշխող են։ Սակայն բուն արևմտյան կամ ասենք թե ամերիկյան իշխանությունները կտրուկ հեռացել են այդ դիրքերից եւ նոր հանրապետականները այնտեղ բոլորին ուրիշ աշխարհընկալում ունեն։ Եվ այդ աշխարհընկալման փոփոխությունը տեղ ունեցել նաեւ այստեղ հին աշխարհում, օրինակ ասենք թե եւ Չինաստանը, եւ Ռուսաստանը, եւ Հնդկաստանը նոր աշխարհընկալման պատկերացում ունեն, որը այլևս բազմաբևեռ աշխարհ է եւ այդ տեսակետից ես կարծում եմ մեր հիմնական դաշնակիցները պետք է լինեն հենց այն ուժերը, որոնց մասին ես արդեն ասեցի։ Պետք է լինի Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, Իրանի Իսլամական Հանրապետությունը։ Այս սրանց հետ պետք է մենք ավելի շատ ինտենսիվ աշխատենք, որտեղ սրանք են այն հիմնական երկրները, որոնք ապագայում եւ մոտ ապագայում դառնալու են այն ուժերը, որոնք վերաձևելու են ամբողջ աշխարհը եւ տարածաշրջանը այդ թվում։ Կարողանում է ընդդիմությունը համոզել ժողովրդին, որ ինքը պատերազմ չի ուզում, ինչի մեջ մեղադրում են ամեն օր իշխանությունները ընդդիմությանը, ասում են մենք որ չլինենք պատերազմը լինելու։ Այս ընդդիմությունը պատերազմ է։ Հիշում եք, այս սրանք մի հատ գլխարկ ունեն, դեռ հիմար ինչ որ մի հատ բառ էր գրած հայերեն տառերով, ռուսերեն բառը, դուխով։ Այ իրանց գլխարկի վրա պետք է գրել մահ ու պատերազմ հայ ժողովրդին։ Իրանք իրանց գալուց հետո երկու բան են հետևողականորեն իրականացրել։ Մահ են բերել է ժողովրդին եւ պատերազմ են բերել։ Իրենց խարանը դա է մահ ու պատերազմ։ Այն ժամանակ, երբ որ նախկին իշխանություններն էին, այնտեղ մահի ու պատերազմի մասին խոսք անգամ չկար։ Այնտեղ խաղաղության դարաշրջաններ, ծաղկման դարաշրջաններ։ Բոլոր ցուցանիշներով նայեք, եւ տնտեսական, եւ սոցիալական, եւ արտաքին քաղաքական, սրանք մահ ու պատերազմի կուսակցություն են։ Ուրեմն, եթե դուք շատ իրենց ասածով։ Դե նայենք, չէ, իրաց խոսքերի մեջ ճշմարտությունը որն էր։ Կհիշեք 21 թվականի ընտրություններից առաջ մի քանի ամիս շարունակ չէին կրակում, չկար զոհերի սահմաններին, բայց բոլորը ասում են, այս ամեն ինչը պատրաստվում է, որպեսզի 21 թվականից հետո իրենց տրված այս խաղաղության օրերի դիմաց իրանք ստանան, գիտեք, սև փողերի տոկոսը եւ ստացան հայաթափեց Արցախը մի քանի հազար տարվա պատմություն ունեցող երկիրը հայոց աշխարհ Արցախը հայաթափվեց անտեր մնացին մեր եկեղեցիները մարդիկ սերունդների ընթացքում հարստություն տուն տեղ էին ստեղծել դա անտեր մնաց եթե սրանք մնան այդ նույն պատկերը տեղնելու Հայաստանում Սյունիքն է այդ նույն պատկերի առաջ կանգնելու մահ ու պատերազմ հայ ժողովրդին սա շարունակվելու է սկսվել է 8 տարի առաջ հիմա գնալով հասնում ենք արդեն բուն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքին մոռացել ենք որ 200 քառակուսի կիլոմետր տարածք մեր Հայաստանի Հանրապետության բուն տարածքից այսօր էլի ադրբեջանական գերիշխանության տակ է այս վտանգը չի վերանալու քանի դեռ այս իշխանություններն են սրանց պետք է հեռացնենք որ այս վտանգն այս իշխանությունների հետ հեռանա մեզանից Ալիևը խոսել այն մասին որ հնարավոր է մինչև հունիս խաղաղության պայմանագիրը կնքվի Ինչ կասեք այս մասով Գիտեք շատ բաներ կարող է կնքվել բայց խաղաղությունը թղթով չի ստացվում տեսնում եք չէ հիմա ուժի իշխանություն է ամբողջ աշխարհում ուժի իշխանություն եթե ընդհանրապես մի քանի տարի առաջ երկակի ստանդարտներից էինք խոսում հիմա վերացել է այդ բանը մեկ ստանդարտ կա ուժի իշխանություն եւ այն իշխանությունը որը ծնկաչոք գնում է իր ողերիմ հակառակորդի
գիրքը սրտին կպցրած նկարվում է, դա չի շնորհակալ որ դա իր համար խաղաղություն է, ոչ, այդ մտքերը այն արևմտյան եւ արևելյան հարևանների չեն փոխվել եւ դրանք մենք տեսնում ենք ամեն օր հարմար առիթ են ստեղծում, եթե հանկարծ Աստված մի արասե, այս նույն իշխանությունները մնան իրենց աթոռների, նաեւ այս առաջկա ընտրություններից հետո դա մենք կտեսնենք ճիշտ այնպես, ինչպես 21 թվականից հետո տեսանք։ Այն ժամանակ էլ չէ խոսում խաղաղության մասին։ Այն ժամանակ էլ էին խոսում, տեսակ ինչ եղավ։ Ամբողջ Արցախը դատարկվեց։ Հիմա դա կախված է մեր գլխին, այս 26 թվականի ընտրություններից հետո։ Խոսում է առևտրի մասին, որ մենք առևտուր ենք անելու։ Մի ճանապարհ կա դրանից խուսափելու, մեկ ճանապարհ։ Այս իշխանությունը պետք է վտարել, հեռացնել։ Դա է փրկության միակ ճանապարհը։ Իսկ առևտրի մասին որ խոսվում է, ինչ կասեք այս առումով։ Ախր առևտրի գազի մասին է հիմա խոսում, որ կարող է գալ։ Եթե խոսում եք առևտրի մասին, առևտրից լավ Հայաստանից ինչ մենք կարող ենք առասարակ արտահանել Ադրբեջան։ Ներողություն, առևտրից լավ բան չկա, բայց ինչի դիմաց։ Սա այն սև փողերն են, որը տալիս են, որովհետեւ հետո դրա դիմաց վերցնեն այն ինչը որ մեր սրբությունների սրբոցն է։ Եթե մեզից վերցնում են մեր գրականությունը, վերցնում են մեր պատմությունը, վերցնում են մեր երեխաների կրթությունը, մեր երեխաներին մանկուրտ են դարձնում, դա է դրա գինը։ Բայց միթե մենք համաձայնենք այդ գնով։ Միթե մենք համաձայնենք։ Իհարկե ոչ, որովհետև դրանից հետո այս երկիրը կդադարի որպես ինքնուրույն սուբյեկտ լինելուց։ Կլինի կցորդ, կլինի Էրմանիստան նահանգ Թուրքիայի։ Երկու ծրագրի համար չէ սա եկել, ասել եմ, կարծեմ ձեր տաղավարում եւս Հայաստանը դարձնել Էրմանիստան եւ Ադրբեջանը եւ Ղարաբաղը դարձնել Ադրբեջան։ Երկրորդը իրականացրել եմ նույն առաջինը իրականացնել։ Առաջինը Հայաստանի դարձնելը այս ծրագիրը այս ընտրություններից հետո, իսկ Ղարաբաղը նախորդ 21 թվականի ընտրություններից հետո ամեն ինչ բնական է։ Այս ընթացքը կասեցնել միայն մի ձևով է հնարավոր, սրանց հեռացնել։ Ու դա մենք պետք է անենք, ուրիշ ճանապարհ չունենք։ Հիմա իրենք ժողովրդին ներկայացնում են մարդիկ, ովքեր այդպես մանրամասն չեն իմանում բանակցությունների մասին, շատ հետևողական չեն, թե ով ինչ ասեց, Ալիևն ինչ ասեց, Էրդողանը ինչ ասեց, առասարակ շատ հայտարարություններ լսում են Փաշինյանից, որ խաղաղություն է նախաստորագրվել, մենք առևտուր ենք անում, սահմանին կրակոցնել չկա, եւ առասարակ տեսնում են նաեւ սոցցանցերում նրանց անհոգությունը, նրանք ուրախ են, մենք տեսանք համերգ էր կազմակերպվել Վարչաբենդ անունով, Փաշինյանը երգում էր, նրանք ուրախ պարում էին իր թիմակիցները, սրտիկներ են Facebook-ում իրար ուղարկում, այսինքն այդ միջավայրն է տեսնում, որ խաղաղություն է հաստատվել։ Հիմա քաղաքացին չի հավատալու այս ամեն ինչին։ Գիտեք, որ դուք ասում եք քաղաքացիները տարբեր են։ Ես ձեզ համար նկարագրեցի, չէ, 3 մեծ ֆրագմենտ։ Առաջի խմբի համար իսկապես դա բնական է։ Երկրորդ խումբը, որի մասին ես խոսում եմ, նրանք զզվում են այդ ամեն ինչից, երբ որ տեսնում են նրանք ուղղակի գիշերները չեն կարողանում քնեն։ Եվ կա այն երրորդ մեծ ֆրագմենտը, ես կարծում եմ, նրանք սպասում են մեկին, որը ոչ այդքան չոր, կոշտ, պայքարի ճանապարհով, բայց լուծում տա։ Ես կարծում եմ հենց այս է իրավիճակը։ Դժվար է պատկերացնել, որ նրանք, որոնք թաղված են մեղքերի մեջ, եւ այդ մեղքերին դրական վերաբերվող ժողովուրդը կարողանա այսօր դուրս գա։ Մի 8 տարվա ընթացքում, որ մենք չենք կարողացել նրանք այնտեղից հանել 3-4 ամսվա ընթացքում նրանց բայց այդ մարդիկ Պաստորեն Փաշինյանին վերընտրեցին 2021 թվականին։ 21 թվականին ընտրածների շատերը այլևս իր ընտրազանգվածը չեն, շատ շատերը։ Դա միանշանակ, շատ շատերը ուշքի են եկել։ Բայց նրանք, ովքեր որ մնացել են, տարբեր պատճառներով կամ չգիտես դեռ խելքի չեն եկել կամ ուղղակի սովորական աշխատավարձ կամ պարգևավճար կան մարդիկ, չէ, որոնք դրանցով են առաջնորդվում։ Նրանք իսկապես այնտեղ են եւ նույնիսկ եմ ասում, չեմ կարծում, որ հնարավոր է 8 տարվա այս փորձանքներից հետո խելքի չեկած ընտրազանգվածին 3-4 ամսում խելքի բերել։ Չեմ կարծում։ Միգուցե հնարավոր է։ Եվ մենք պետք է աշխատենք ուրիշ ընտրազանգվածի հետ։ Մեր խոսքը պետք է ուրիշ ընտրազանգվածին գնա, որոնք դուրս են այդ շերտից։ Եվ նրանց պետք է բացատրենք, որ չէ, ճանապարհը սա է։ Իսկ այդ ընտրազանգվածը շատ ավելի մեծ է, քան այս վայ իշխանության ընտրազանգվածը։ Նրանց պետք է ուղղակի մոբիլիզացնենք եւ անպայման տանենք ընտրությունների, որքան շատ քաղաքացիներ մասնակցեն ընտրությունների, այս իշխանությունների շանսը այնքան կպակասի։ Ցանկացած մարդ, որ գնում է ընտրության, պակասացնում է այս իշխանության հնարավորությունը վերընտրելու։ Ինչու՞։
որտեղ նրանց ընտրազանգվածը ֆիքսված է։ Նրանք ովքեր որ որոշել են որ պիտի իրանց ձայն տան, անպայման կգնան ինչ էլ ուզում են լինի։ Խնդիրն է որ մենք մեծացնենք բոլորի մասնակիցների քանակը, որպեսզի այդ ընտրազանգվածի տոկոսը նվազի։ Հիմա Փաշինյանը այս ամեն ինչը գիտակցում է եւ նա խոսում է այն մասին, որ կարող են լինել կուսակցություններ, որոնց թույլ չտրվի ուղղակի մասնակցել ընտրություններին։ Նոր տեսանք, որ Եվրամիությունից եւ այդ մասին խոսեցին, ասին Հայաստանը դիմել է մեզ։ Հիմա այս պարագայում ինչպես պետք է ընդդիմությունը գործի։ Ինքը պետք է գործի բոլոր օրինական ճանապարհներով, որպեսզի թույլ չտա, որ ինքը իրականացնի այն, ինչի մասին ինքը ասեց, որովհետև այդ քայլերը դրանք հակաօրինական քայլեր են, իսկ մենք պետք է գործենք օրինական շրջանակներում, մենք չենք կարող թույլ տալ, որ մենք գործենք հակաօրինական շրջանակներում, եւ դա կարծում եմ մեր միակ ճանապարհն է։ Ինքը պետք է հակաօրինական քայլեր կատարի, մենք ստիպված ենք դատապարտված ենք օրինական ճանապարհով, որովհետև հակառակ ճանապարհում իսկապես ճնշումները կլինեն։ Դե բայց օրինական ինչ անի, եթե որոշ կուսակցություններ ուղղակի թույլ չտրվի մասնակցել Դե պետք է ընտրություններին։ փորձենք այնպես անել, որպեսզի հնարավորինս քիչ ինքը հնարավորությունն է այդ խնդիրը լուծել։ Դրա հնարավորությունները եւս կան։ Իսկ հիբրիդային պատերազմի մասին, որ անընդհատ խոսում է իշխանության կողմից, ինչ նպատակ ունի։ Բացի քարոզչական այն ֆոնը, որ ստեղծվում է։ Ինքը իր համար ալիբի է ստեղծում, որպեսզի երբ որ ընտրական procesները գնան եւ ինքը ասի այն սանձազերծություններին, ինչպեսի որոնց մասին դուք ասացիք, արևմտյանը հիմա մի քիչ ավելի հարաբերական է, եվրոպական ասենք այդ գլոբալիստական ուժերը իրենց ականջներն ու աչքերը փակեն, որպեսզի ինքը կարողանա իր ծև գործը անել եւ ըստ էության ծառայեցնել իր իշխանությունը նաեւ նրանց նպատակներին, որովհետեւ նրանց նպատակներն էլ եւս մեկն է, որովհետեւ այստեղից կարողանան հեշտ էներգակիրներ հանել տանել, իսկ Հայաստանը դառնա ընդհանրապես մի մայրուղի, միջանցք։ Սա է նպատակը։ Խոսեցիք պարգևավճարների մասին, առհասարակ ձեզ համար ընկալելի էր այն մեծ գումարները, որոնք տրվեցին պարգևավճար, իշխանության կողմից բացատրվում է նրանով, որ ի տարբերություն նախկինների, այս նախարարները ապրում են իրենց աշխատավարձով եւ չի բավարարում, իսկ նախկինները ծրարով գումարներ էին ստանում։ Գլուխները պատովն են տալիս, պատերն էլ գլխով են տալիս։ Պարգևավճարը սովորաբար տրվում է կատարված աշխատանքը որակով կատարելու համար։ Իրանք բոլորին պարգևավճար, այդպես բան չի կարող լինել։ Ո՞ց կարող է դուք բոլորին դա ուրեմն աշխատավարձ է։ Իսկ մենք աշխատավարձի մասին ուզեցել են աշխատավարձներ բարձրացնեն, օրենքի փոփոխություն է կարիք եղել եւ այլն, փաստորեն որոշեն այս տարբերակը։ Ըստ էության այսպեսի մեկնաբանություն եւս կարելի է այդպեսի բաներ ասել, ոչ հաշտակում որոշել են։ Օրենքը կա, օրենքը լավը չի, փոխեք նոր արեք։ Սա պետություն է, չէ՞ վերջին հաշվով։ Սա պետություն է, այն պետական ինստիտուտները, որ մենք ստեղծել էինք, արյուն քրտինքով, սխալվելով, ճշտով, այդ պետությունը լրիվ քանդուկ հարապ են արել։ Բոլոր պետական ինստիտուտները դարձել են մի մարդու կամակատարներ։ Այդպես բան միայն շահական երկրներում են այդպես բաներ լինում։ Այդ թե ինչի դարձել պետական ինստիտուտների բացարձակ չգոյություն։ Օրենքը թույլ չի տալիս։ Օրենքը թույլ չի տալիս, բեր օրենքը փոխի, բացատրի թե ինչու է դա ավելի լավ։ Բայց երկիր է, չէ՞։ Օրենսդրական երկիր է, օրենքի գերակայություն կա այս երկրում։ Իսկ առհասարակ այդքան մեծ գումարները Դե անտրամաբանական մեծ գումարներ էր դա առհասարակ, ասում եմ մի քանի նախարար են բարձր գումար ստացել, նրանց թիվը մեծ չէ, որ մենք կարողանանք դա թոշակներին ուղղել։ Գիտեք, համամասնությունը ամեն բանից ավելի կարևոր է։ Մեր օրենքը, եթե դուք գիտեք, այնտեղ կա նվազագույն աշխատավարձ եւ մնացած բոլոր աշխատավարձները այդ նվազագույն աշխատավարձի պատիկներով են։ Մենք սոցիալական երկիր ենք։ Դուք չեք կարող ասենք թե դե գնացեք սահմանությունը փոխեք, ասեք որ սա սոցիալական երկիր չի, սա բռնապետություն է, այստեղ մի բռնապետը ինչ ուզում է անում է։ Դուք ունեք 100 հազարավոր թոշակառուներ։ Դուք ո՞նց եք ասենք թե այդքան բարձր աշխատավարձ տալիս, անտրամաբանական բարձր աշխատավարձ տալիս ձեր ողմակին, իսկ այդ սոցիալական խնդիրները մի կողմ թողում։ Երբ այդ բարձր գնաճի տակ այդ մարդիկ իրանց ամսական թոշակը չեն կարողանում տեղավորեն այն ծախսերի մեջ, որ այսօր կա, անթույլատրելի է։ Դա բնութագրում է այն իրավիճակին, որում հայտնվել է մեր պետությունը։ Իրանք կտրվել են իրականությունից։ Դուք պետք է լավ հասկանաք, որ իրանք իրականությունից կտրված են։ Այն միջավայրը, որտեղ իրանք ապրում են, շփվում են, ուղղակի չի առնչվում հասարակության մեծագույն շերտի հետ։ Իրանք չգիտեն, որ իսկապես մարդիկ դժվարությամբ են իրանց աշխատավարձով կամ թոշակով ամիսը փակում։ Չգիտեն։ Եվ դրա լուծումը էլի մեկն է, սրանք պետք է հեռանան։ Սրանք
պետք է հեռանան, ուրիշ ճանապարհ չկա, կամ իրանք ուզում են հայ ժողովրդին պատմության թատրաբեմից հեռացնեն, կամ մենք պետք է հեռանանք պատմության թատրաբեմից, կամ իրենք պետք է հեռանան իշխանությունից։ Ես կարծում եմ իրենք պետք է հեռանան իշխանությունից։ Այն երկու բառը, որ մենք տեսնում ենք, արդյոք դուք կարծում եք, որ նրանք մտահոգություն ունեն, որ կարող են հեռանալ։ Այն Գիտեք, ես այդ երկու ուրախությունը բառը չեմ տեսնում։ Լավ կլինի, որ դուք էլ չնայեք, լավ կլինի, որ մեր հասարակությունը չնայի, որտեղ այդ երկու բառով ապրող մարդիկ մեր հասարակության թյուրիմացությունն են, իրանք հասարակության հետ որևէ կապ չունեն։ Սա է։ Շնորհակալ եմ Ես զրույցի համար։ շնորհակալ։ Զրույցում էի Հայաստանի Հանրապետական Կուսակցության գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանի հետ։ Շարունակեք մեզ հետևել, կհանդիպենք։